Հուլիսի 12-ից 19-ը Երևանում կանցկացվի Ոսկե ծիրան միջազգային 23-րդ կինոփառատոնը։ Կազմակերպիչների խոսքով այս տարի փառատոնը կներկայանա մրցութային եւ արտամրցութային ծրագրերով, համաշխարհային հեղինակավոր կինոփառատոններից ընտրված ֆիլմերով, վարպետության դասերով, միջազգային հյուրերով եւ հատուկ ցուցադրություններով։ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ Ոսկե ծիրանը շարունակում է ամրապնդել իր դիրքը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային կինոհարթակներում։ Գիտեք, որ փառատոնը վերջապես մենք ապացուցեցինք, որ շատ կարևոր է, թե չասում էին ում է պետք փառատոնը։ Փառատոնը այսօր աշխարհի լավագույն փառատոնների շարքն է մտել եւ աշխարհը շատ գեղեցիկ գնահատականներ է տալիս մեր փառատոններին եւ մեր ծրագրերին։ Երևանի քաղաքապետարանն այս տարի եւս փառատոնի հիմնական գործընկերն ու հովանավորն է։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ փառատոնի նկատմամբ աջակցությունը պայմանավորված է ոչ միայն մշակութային նշանակությամբ, այլև Երևանի միջազգային ճանաչելիության բարձրացման անհրաժեշտությամբ։ Ըստ նրանց, Ոսկե ծիրանը դարձել է քաղաքի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Մենք այս տարի նախատեսել ենք 130 միլիոն դրամ գումար կինոփառատոնի բոլոր ծրագրերի եւ սայդ իվենտների անցկացման համար։ Սա կարելի ասել աննախադեպ նաեւ գումար է ֆինանսավորման մասով եւ պայմանավորված է նաեւ փառատոնի դրսևորման եւ միջազգային ասպարեզում ինքնադրսևորման վարկանիշի բարձրացման հետ։ Դուք գիտեք, որ նաեւ պետք է նշեմ, որ կինոպրոդյուսերների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից վարկանիշվել է նորովի Ոսկե ծիրան փառատոնը եւ մենք արդեն top 50-ի մեջ ենք։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը եւս ընդգծեց փառատոնի դերը, նշելով, որ Ոսկե ծիրանը վաղուց դուրս է եկել միայն կինոդիտումների ձևաչափից։ Այն դարձել է իրադարձություն, որի շուրջ թե հայաստանյան, թե սփյուռքյան մասնագիտական ու մշակութային շրջանակները նախապես պլանավորում են իրենց օրակարգը։ Երկար տարիներ իմ բոլոր ընկերները, գործընկերները, սփյուռքի մեր գործընկերները եւ ընկերները այլևս իրենց հունիս-հուլիս ամիսը պլանավորելուց պարտադիր ճշտում են, թե երբ է անցկացվելու Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը։ Սա գալիս է ընդգծելու, որ մարդիկ սկսել են իրենց կյանքը պլանավորել, իրենց հանգիստը պլանավորել եւ իրենց մնացյալ գործերը պլանավորել առաջնահերթություն տալով Ոսկե ծիրանի օրացույցային օրերին։ Փառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ ներկայացրեց այս տարվա ծրագրային առանձնահատկությունները։ Ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն հուլիսի 12-ին, իսկ պաշտոնական բացման արարողությունը կանցկացվի հուլիսի 13-ին։ Բացումը լինելու է հայ-ֆրանսիական մեծ համատեղ արտադրությամբ, որը իր հերթին բացել էր նաեւ Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը, Արտոյի երկիրը, Թամարա Ստեփանյանի ֆիլմը ռեժիսորիով իր ճանապարհը պես ակունքները նույնպես տանում են Ոսկե ծիրան մրցանակի, նաև դափնեկիր ֆիլմ, որում ներգրաված են եւ ֆրանսիական եւ հայկական դերասաններ, որը նկարահանվել է Հայաստանում եւ որը վերջին անդրադարձ է նաեւ վերջին պատմական զարգացումներին։ Ոսկե ծիրան կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվարա Հովհաննիսյանի խոսքով այս տարի փառատոնի ֆիլմացանկում կլինեն Կաննի եւ այլ հեղինակավոր կինոփառատոնների ծրագրերից ընտրված աշխատանքներ։ Նախատեսվում են նաեւ վարպետության դասեր, միջազգային ժյուրի անդամների, ռեժիսորների եւ կինոգործիչների մասնակցությամբ։ Առանձին ուշադրություն կդարձվի երիտասարդ հեղինակներին եւ կարճամետրաժ ֆիլմերի հայկական մրցութային ծրագրին։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։